Բանկերը ուրիշ երկրներում եթե կատարածքն արել գնում է բանկի 4 օր չի մնում բանկում ու պլյուս ավելանալու փոխարեն դեր մի բան է 2.5% նորից փող ապահովում բանկը ինչի ապահովում ուզում եմ իմանալ բանկը ինչ իրավունք ունի փողը համ դնի շրջանառության մեջ այդ 3-4 օրվա մեջ ինքը գումար այդ աշխատում եւ չհաշված դավիճան նույն ոլորտից է իջեւ դա ծախած օրվանը որ ինքը ծախի օրինակ 161-ով դառնա մի հատ $100 ինքը տուժում է այդ ծախածի մեջ իջեւ բանկը 3 օր դնի գործի մեջ նոր հետ ես մի բան եմ հասկանում ավելի բարձր տոկոսով ես մի բան եմ հասկանում որ էսի լրիվ պայմանավորված ծրագրված իրանք ամեն ինչ ուզում են անել որ փոքրն ու միջին բիզնեսը վերացնեն մնան իրանք մեծահարուստներով լինի խոսքի իրանց առևտրի խանութը լինի իրանց ոսկու շուկան լինի մենակ իրանցը մարդկանց ստրուկի պես աշխատացնել խոսքի ստեղ ոնց է մեր երկրում միայն ջահել աղջիկ այսինքն մեծերը լրիվ բարի են գնալու եթե չունենան աշխատանք ինչ պետք է անեկան երկիրը պետք է թողնեն սենց ավելի հեշտ արենում իր գործը ստեղ արդեն քաղաքականության բան եմ ասում որ ինքը իր Ալիևի ու Էրդողանի հետ իր գործերը անում է ոնց ընդեղ ասում են այնց էլ անում է այդ էլ է ծրագրի մեջ որն է սննգացնում տեսեք փոխադարձ ծրագիրը տարվում MZ ոլորտին ասելը սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ դա քաղաքականության դերակատարությունն մոնոպոլիայի ծառայությունից մոնոպոլիա առաքածության տնտեսական համակարգը ինչի դատում առաքածի քաղաքականություն համույթի կողմից հաջող կողմից մոնոպոլիա որի դահավարը մոնոպոլիաները հանդիսանում է տնտեսական բաղադրության ապահովում Ժեներ հանկացված եթե հիմա պատկերացրեք ձեզ վնասեցի դուք չեք կարողանում աշխատել կամ հարկային գրիքաչափերը պայմանավորված արդեն պաշտոնական վիճակագրությունը հայտարարում է 3.5% առաջին 3 ամիսի ընթացքում 3.5% համընդհանուր գնաճի մասին հանգեցնելու է գնաճը իսկ մենք հաշվարկներ տարանք եւ առևտրի ոլորտում եւ ծառայության ոլորտում շատ փոքր բիզնեսը եւ արտադրության ոլորտում հավանականությունը փակման այսպես վտանգներ արդեն քանիցը ստացվել մարզերում արդեն մենք ունեցանք հազանգեցությունից որոշային պատումներ եղել է եւ Երևան քաղաքի վերաբերյալ որովհետեւ ուղղակի անհնար է եղանակով աշխատել ավելին ասել հիմա եթե դիլ ենք տալիս որ կառավարությունը շարիկը անցկացնի այսինքն ուժի մեջ տարի հաջորդ տարի արդեն ստիպելու է բոլորին որ գնան ավելացած ազգի արտիկա այսինքն ոչ թե 10%-ի համար են հավաքվել հավաքել 33%